Հարգելի օգտատեր, տեղեկացնում ենք, որ դեկտեմբերի 20-ից ARM TV-ս հավելվածի անվճար ակցիան ավարտվել է։ Բաժանորդագրման պայմաններին կարող եք ծանոթանալ armtvs.com կայքում կամ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարներով +374 60 701 701, WhatsApp Viber +374 98 701 701։ Հավելվածում կշարունակեն ներկայացվել ընտանիքի բոլոր անդամների համար հատուկ մշակված Շանթ հեռուստաընկերության բոլոր ալիքները՝ Շանթ Պրեմիում, Շանթ Սերիալ, Շանթ Մյուզիկ, Շանթ Նյուզ։ Շատ շուտով կլինեն նաև նոր բարելավումներ և նոր ալիքներ, առավել հետաքրքիր և հարմար օգտագործման համար։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք։ Մարզային այցելության պոետիկ ամփոփումը վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանաստեղծություն է գրել։ Ազատության հրապարակին կից սրճարանների ապամոնտաժումը չի դադարում անգամ կիրակի, հորիզոնի նկարահանող խումբը հետևում է շինարարների աշխատանքներին։ Գիշերը Բագրատաշենի անցակետի մոտ հրդեհ է բռնկվել, բեռնատար մեքենան և ապրանքը ամբողջությամբ այրվել են։ Վերջին հրաժեշտը Պոլսի հայոց պատրիարքին, արարողությունը ուղիղ կհեռարձակի հորիզոնի նկարահանող խումբը։ Հորիզոնի այսօրվա թողարկումն է, բարև ձեզ։ Ստամբուլում այսօր վերջին հրաժեշտն են տալիս Պոլսո պատրիարք Մեսրոպ arczepiskopos Մութաֆյանին։ Հորիզոնի նկարահանող խումբը Թուրքիայում է և քիչ անց մենք կապ կհաստատենք մեր գործընկերների հետ։ Իսկ մինչ այդ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ չհայտարարված այց էր կատարել Արարատի մարզի Ռանչպար գյուղ։ Այսօր Facebook-յան իր էջում նա գրել է, որ այցից ծանր տպավորություններով է վերադարձել։ Ասելիքը լսարանին հասցնելու մի տարբերակներից վարչապետը ընտրել է չափածո խոսքը։ Արդյունքում ծնվել է Ռանչպար վերնագրով բանաստեղծությունը։ Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է եղել Իռլանդիայի նախագահ Մայքլ Դանիել Հիգենսին երկրի ազգային տոնի Սուրբ Պատրիկի օրվա առթիվ։ Նախագահը համոզմունք է հայտնել, որ միասնական ջանքերով կձևավորվի հետաքրքիր նախաձեռնություններով հագեցած հայ-իռլանդական հարաբերությունների օրակարգ։ 5-րդ օրն է Ազատության հրապարակին կից սրճարանները ապամոնտաժվում են։ Գործընթացին հենց սկզբից հետևում են իմ գործընկերները Գոհար Սարգսյանը հիմա օպերայի տարածքում է։ Գոհար, բարի օր, ինչպես են ընթանում աշխատանքները հանգստյան այս անձրևոտորով։ Բարի օր Քրիստինե, այո նախապես հայտարարվել էր, որ նույնիսկ շաբաթ եւ կիրակի օրերին, հանգստյան օրերին այստեղ շարունակվելու են աշխատանքները եւ դուք ինքներդ էլ կարող եք տեսնել, որ լայն թափով ընթանում են ապամոնտաժման աշխատանքները, չնայած հիմա դրսում բավականին ցուրտ է եւ առատ անձրև է տեղում։ Այստեղ աշխատակիցները, համայնքի աշխատակիցները չեն տրտնջում եւ նույնիսկ ասում են, որ իրենք սովոր են այս ամենին, անձրևին, ցրտին աշխատելու։ Ասում են, որ եթե անձրև այսօր կտրվի, եղանակը բարեհաճ լինի, ապա կկարողանան ապամոնտաժել նաև այս հատվածը։ Ես կխնդրեմ, որպեսզի մեր օպերատորը ցույց տա այն հատվածը, որը դեռ մնացել է, սա ևս կապամոնտաժվի, եթե եղանակային պայմանները թույլ տան։ Քրիստինե, ես խոսեցի ապամոնտաժման աշխատանքներ իրականացնողներից մեկի հետ եւ մեր զրույցից փոքր հատված առաջարկում եմ դիտել այս պահին։ Այսօր ինչ ծավալի աշխատանք կանեք։ Չեմ կարող ասել, եթե անձրևը չխանգարի, կաշխատենք։ Պետքա շատ շտապ կարգով վերականգնենք կանաչը։ Այսինքն մոտավոր չեք կարող ասել, հա, երբ կավարտենք։ Չէ, աղջիկ ջան, չէ։ Անձրևը եթե չխանգարի, կավարտենք այսօր այս ապամոնտաժումը կվերջացնենք։ Գոհար, իսկ հետաքրքիր է մոտավոր պատկերը հայտնի արդյոք ինչպիսին է լինելու տարածքի տեսքը ապամոնտաժման աշխատանքներից հետո։ Այո, ես այսօր հնարավորություն ունեցա տեսնելու նաև լուսանկարը, թե մոտավորապես ինչպիսի տեսք է ունենալու այս տարածքը, լինելու է գազոնապատ, ծառեր են տնկված լինելու, չնայած նաև հայտարարվելու է բաց մրցույթ եւ այդ ժամանակ արդեն մրցույթի հաղթողը կկարողանա վերջնական ճարտարապետական այստեղ տեսքը նախագծել, բայց բավականին գեղեցիկ է լինելու եւ ես նաև այս օրերին, սա արդեն 5-րդ օրն է, ինչ աշխատում եմ այստեղ, հնարավորություն եմ ունեցել տարբեր
քաղաքացիների հետ զրուցելու, հասկանալու համար նրանց տրամադրությունները, կարող եմ նշել, որ մեծամասնությունը, բացարձակ մեծամասնությունը նշում է, որ կողմ են այս նախաձեռնությանը եւ ցանկանում են, որպեսզի այս տարածքը վերադարձվի հանրությանը եւ այստեղ ծառաշատ լինի եւ կարողանան մարդիկ զբոսնել, վայելել իրենց հանգիստը։ Այդպիսի զրույցներ ես այսօր եւս կարողացա ունենալ քաղաքացիների հետ, հիմնականում տարեց մարդիկ հիշում են, երբ տասնյակ տարիներ առաջ, մոտ 20-30 տարի առաջ, երբ այստեղ չկային սրճարաններ, ինչքան գեղեցիկ էր եւ ինչպես էին նրանք կարողանում այստեղ վայելել իրենց հանգիստը։ Խնդրեմ այդ հարցազրույցներից հատվածներ կարող ենք լսել հիմա։ Դրախտ է եղել այստեղ կարելի ասել։ Ծառ ու ծաղի կանաչ նստարաններ են կողմը դրած, գալիս էին ժողովուրդը հովին նստում էին, հիմի գալիս են այս բանը եշտերի վրա են նստում արևի տակ, ինչքան կարելի է դիմանալ։ Այսինքն հիմա դուք դրական եք գնահատում այս գործընթացը։ Շատ։ Սա մեր քաղաքի տեսքն է, մեր ճարտարապետությունն է, մեր պատմությունն է, մեր խոյանքն է, մեր ամեն ինչն է ու բերեն այսպես չի կարելի։ Դա աշխարհի ոչ մի տեղում դուք չեք տեսնի, ես 48 երկիր եմ եղել։ Այսպեսի բան, որ բերեն օպերայի շուրջը, գիտեք, մեր ժողովրդին սազական չի։ Ամոթ է մեզ, ամոթ։ Հիմա նախկինում ով է արել, ինչպես է արել, ինչ իրանք դա իրենց գործն է։ Իսկ ժամանակին այստեղ ինչ տեսարան կար, ինչ պատկերեր։ Ոչինչ որ չլիներ, ես լավ հիշում եմ, գեղեցիկ ծառեր էին։ Շատ լավ աթոռներ, բաներ, գալիս մարդիկ նստում, հանգստանում էին եւ համերգներ էր լինում։ Հետաքրքրական էր շատ։ Այսինքն հենց այն որ տուրիստներ էին գալիս, նայում էին շուրջը։ Գիտեք, սա հոյակապ ճարտարապետություն է, բերել է սեն չարել, որինչ, լիքը տեղեր կա, փառք Աստծո։ Ինչ հաճիկ, որ նվագը իրար վրա, մեկը մի բան է նվագում, կողքը մի բան է նվագում։ Հետո ցես զբոսայգի էր, կարգին տեղ էր մանգալը, այդքան բան։ Քրիստինե, ուզում եմ նորից ասել, որ այստեղ աշխատանքները լայն թափով են ընթանում, ծավալուն է բավականին գործընթացը եւ աշխատակիցները դժվարանում են ասել, թե մոտավորապես երբ կավարտեն, չնայած 3 քաղաքապետարանի շին բարեկարգման վարչության պետն ասաց, որ 20 օրվա ընթացքում տարածքն ամբողջությամբ կմաքրվի եւ կսկսեն արդեն ծառապատման աշխատանքները, այսքանը կարող եմ հայտնել այս պահին Քրիստինե։ Շնորհակալություն Գոհար, ես հիշեցնեմ Ազատության հրապարակից հաղորդում էր Գոհար Սարգսյանը։ Երեկոյան ժամը 9-ի հատվածում Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղում մաքսատան մոթորդեհ է բռնկվել, որը մեկուսացվել է գիշերը ժամը 2-ին։ Բեռնատար մեքենան եւ տեղափոխվող ապրանքը 14.5 տոննա զուգագուլպա եւ 300 մետր հաղորդալար ամբողջությամբ այրվել է։ Այժմ մեր անդրադարձը Arm TV-ից հավելվածի զարգացման նոր քայլերին։ Հավելվածը կատարելագործող մասնագիտական խմբի մշակած նոր առաջարկը ընդլայնում է Arm TV-ից օգտվելու հնարավորությունը։ Նախ Arm TV-ից հավելվածը մշակող մասնագիտական խմբի հերթական ու նոր ասելիքի մասին։ Ինչպես միշտ նորությունը երկար սպասեցնել չտվեց։ Այս անգամ նոր ասելիքի հասցեատերերը հեռուստադիտողներն են, ավելի ճիշտ կոնկրետ մակնիշի սմարթ հեռուստացույցներից օգտվող հազարավոր քաղաքացիներ։ Խոսքը LG մակնիշի WebOS օպերացիոն համակարգով աշխատող սմարթ հեռուստացույցների մասին է։ Դրանց համար նախատեսված հավելվածը մշակումներից հետո բարեհաջող անցել է թեստավորման փուլը եւ հաստատվել է։ Սա նշանակում է, որ արդեն հասանելի է, ինչը հարկավոր դրա համար։ Մուտք գործել համապատասխան մարկետ, որոնել Arm TV-ից հավելվածը, ներբեռնել այն եւ հետո նոր մուտք գործել հավելված։ Այս ամենն իհարկե հասանելի կլինի Arm TV-ի բաժանորդ լինելու պարագայում։ Նմանատիպ նախորդ թարմացումը ընդամենը 1 ամիս առաջ էր տեղի ունեցել։ Այն թույլ տվեց հավելվածից օգտվել նաև Samsung մակնիշի 2015 եւ 2016 թվականների արտադրության սմարթ հեռուստացույցներ ունեցողներին, ինչը էականորեն ավելացրեց օգտատերերի ընդհանուր թիվը։ Դրանից մոտ 1 ամիս առաջ էլ Samsung մակնիշի ամենավերջին սերնդի հեռուստացույցների համար մշակված հավելվածը գործարկվեց։ Հիշեցնում ենք նաև, որ բարեհաջող ավարտվել է Android համակարգով հեռուստացույցների համար
նախատեսված հավելվածների թեստային փուլը։ Դրանք եւս շատ շուտով կհաստատվեն եւ կլինեն հասանելի նշված օպերացիոն համակարգերով Smart հեռուստացույցների համար։ Այսպիսով Arm TV-ը հասանելի է դարձնում շանթի հիմնական ու մասնագիտացված ալիքները նորանոր լսարանների համար եւ ընդհանրապես, եթե հավելվածն իր սկզբնական շրջանում հասանելի էր առավելապես Smart հեռախոսների, թաբերի եւ էլեկտրոնային այլ սարքերի օգտատերերին, ապա վերջին շրջանում Arm TV-ը ինտենսիվորեն ընդլայնում է նաեւ հեռուստատեսային լսարանը։ Չմոռանանք նաեւ որակի մասին, քանի որ հավելվածի կողմից առաջարկվող ամբողջ կոնտենտը ունի բացառիկ որակ եւ այդ որակը երաշխավորված է բոլոր սարքերի համար, թե Smart հեռախոսների, թե հեռուստացույցների, թե այլ էլեկտրոնային սարքերի։ Arm TV-ը HD որակով առաջին հայկական օրինական հարթակն է, որը հասանելի է աշխարհի ցանկացած անկյունում։ Հիշեցնենք նաեւ Ketchup-ի, այսինքն երրորդյա կտրվածքով հետադարձ դիտման հնարավորության մասին։ Կարևոր սկզբունքն այստեղ այն է, որ Ketchup-ի կիրառման պարագայում նյութը հասանելի է դառնում նույն HD որակով։ Սա առավելություն է, որը Ketchup-ի շատ այլ դեպքերում չի ապահովում։ Արտակ Հովհաննիսյան, Հորիզոն։ Հիշեցնենք, որ Arm TV-ի հնարավորություններին առավել մանրամասն ծանոթանալու եւ դրանցից օգտվելու համար անհրաժեշտ է այցելել armtvs.com պաշտոնական կայք եւ հետեւելով առաջարկվող պարզ քայլերին գրանցվել եւ բաժանորդագրվել։ Եվ դարձյալ հիշեցնեմ, Ստամբուլում հրաժեշտ են տալիս Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ arczepiskopos Մութաֆյանին, հիշեցնեմ, որ պատրիարքը մահացավ մարտի 8-ին, ավելի քան 10 տարի կոմայի մեջ լինելուց հետո։ Ստամբուլում մի քանի օր է աշխատում է Հորիզոնի նկարահանող խումբը, այս պահին էլ ուղիղ կապի մեջ է Սաքո Արյանը, Սաքո բարի օր, ինչ տեղեկություններ կարող ես հայտնել։ Բարի օր Քրիստինե, այսօր բավական մեծ օր է Բոլսայության համար, առավոտյան գանուխ ժամերեն հազարավոր հայորդիներ եկան իրանց հարկանքի դուրքը մատուցելու։ Նշեմ, որ մենք քիչ առաջ Կում Կապուեն դուրս եկանք ավանդական հայկական տաղամասեն անցյալի եւ գուղվինք թեպի Տաքսիմ, ապա պիտի հասնենք Շիշլի ազգային գերեզմանատուն, ուր վերջին առողջությունն է Մեսրոպ Մութաֆյան սրբազանին հողին պիտի հանցնենք։ Քրիստինե, ես այս միջոցին հաջողեցա կանիմը տեսակաբեր ունենալ եւ հարցազրույցներ վարել համայնքի գործիչներու հետ, ինչպես նաեւ նույնիսկ պատկերացուր թուրք պաշտոնյաներու հետ։ Ասեմ, որ ես պիտի առաջարկեմ, որ այդ տեսանյութը մեր իմ գործընկերներու հետ պատրաստած տեսանյութը դիտենք, հետո կշարունակենք վերջին մասով։ Քրիստինե։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի Անտիլիասի Երուսաղեմի պատվիրակությունները դեռ երեկվանից ժամանել էին Թուրքիա։ Մեսրոպ Մութաֆյանի հրաժեշտի արարողության հատուկ կարգը հենց նրանց է վստահված։ Պատարակը մատուցում է Մայրաթորի պատվիրակությունը գլխավորող Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը։ Մոտ 3.5 ժամ Կոստանդնոպոլսի հայ համայնքը հնարավորություն ունի Սուրբ Աստվածածին աթորանիստ Մայր եկեղեցում պատրիարքի հիշատակին հարգանքի տուրք մատուցել։ Հոգևոր դասի բարձրաստիճան ներկայացուցիչներից բացի այստեղ են համայնքային ու պոլսահայ գործիչներ, պետական բարձրաստիճան այրեր, այդ թվում Թուրքիայի նախկին վարչապետը, Թուրքիայի նախագահի խոսնակը եւ այլք։ Այս տխուր առիթով մեր ցավակցությունն ենք հայտնում։ Մենք հայերի, քրդերի հետ երկար տարիներ միասին ենք ապրել։ Այսօրվա Թուրքիան ժառանգություն է, որ պետք է պահպանենք ամեն գնով։ Ինչ վերաբերում է անցյալ դարի դեպքերին, ասեմ, որ շատ մեծ զոհեր են եղել Եվրոպայում ու Անատոլիայում։ Անմեղ մարդիկ են սպանվել, եւ դա մեզ համար մեծ վիշտ է։ Այսօր մի կողմ պետք է դնենք ատելության խոսքը եւ նայենք առաջ։ Հայերը Օսմանյան կայսրության վաղ շրջաններից եղել են այս երկրի քաղաքացիները եւ ապահովել երկրի առաջընթացը։ Երկար տարիներ ի վեր Մեսրոպ Մութաֆյանը անբուժելի հիվանդություն ուներ։ Նա շատ ջանք է թափել երկու ժողովուրդների համերաշխության համար եւ կարեւոր օղակ է հանդիսանում երկու ժողովուրդների միջև։ Օրեր առաջ Նոր Զելանդիայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո մի այսպիսի բան մտածեցի, որ իսլամ եւ քրիստոնյա ժողովուրդները պետք է միանան եւ ամեն գնով պայքարեն ահաբեկիչների դեմ։
Թուրքիայի բարձրաստիճան այրերը եւս իրենց հարգանքի տուրքը մատուցեցին պատրիարքի հիշատակին։ Երուսաղեմի պատրիարք Նուրհան arczepiskopos Մանուկյանը անձամբ կատարեց Մեսրոպ Մութաֆյանի օծման կարգը, որից հետո ելույթներ հնչեցին։ Խաժակ arczepiskopos Պարսամյանը ներկայացրեց Մայր Աթոռի գահակալ ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը, որից հետո միաբանության անդամ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը ներկայացրեց պատրիարքության խոսքը, որին հաջորդեց Պոլսո պատրիարքության փոխանորդ Արամ arczepiskopos Աթեշյանի ելույթը։ Համայնքի բոլոր անդամներն իրենց խոսքում վշտակցության հետ մեկտեղ հույս էին հայտնում, որ համայնքի կյանքը նոր հունով կընթանա։ Կոնստանտինոպոլսո համայնքին համարչակ մեծ ցավակցություն է, բայց նորmal գխոսանք, որ այս ցավակցությունը նոր թներփանա մեր համայնքի աբակայի մասին, որովհետև ինքը արդեն շատ հրաշալի մարդ բնել, ոչ թե մենակ կրոնական, այլ իբր համայնքի դեր ըլլալով գուսանք, որ ասկևերջ մեր բادرյականը խնդիրը լուծվի եւ աբակայի համար, մեր ինքնության համար, մեր քաղաքականության համար նոր տներ բացվի։ Այսօր հայտնի եղավ, որ այլևս մենք մեր բادرյակը ընտրելու իրավունքը գամալ ընտրելու հնարավորությունը սերկ բերած պիտի ըլլանք եւ աս 40 վերջ ըստ այն թե բادرյակական ընտրություններ եւ թե համանքային հաստատություններու վարիշներու ընտրությունները պիտի կատարվին։ Համայնքի մեջ խնդիրներ դրանալալ բան շինողը։ Բուզիկ բաներ գլա։ Տելևիզիոն գլումնա։ Բուզիկ գլա։ Անգլիში ամեն բան։ Ալո։ Եկեղեցում տեղի ունեցած արարողությունների ավարտին պատրիարք Մութաֆյանի մարմինը դուրս բերվեց եւ դրվեց պատրիարքարանի առջեւ, որտեղ նաեւ հնչեցին համայնքի ղեկավարների ելույթները։ Վարդուհի Արզումանյան, Սաքո Արյան, Էդվարդ Մինասյան, Հորիզոն։ Սաքո, հետաքրքիր ինչ տեղեկություններ կարող ես հայտնել լրացուցիչ։ Քրիստինե, գիտես, ուշադրությունս գրավեց արավոտյան վաղ ժամերուն, ինչպես ասի, բոլսահայ երդասարտության ներգրավվածությունը, գարձես մեղվի պույմ մներ, որ գաշխատեր շուրջ 200 երդասարտներ եւ գնշվի որ անոնց մեծամասնությունը Մեսրոպ Սրբազանի աշակերտներն են, հետևաբար սիրելի իրենց ուսուցիչը հողին կհանցնեն, ադիգա նաև ցույց կտա թե այս համայնքը ինչքան գազմագերբված է հագարակ բոլոր խոսակցություններուն, որ բոլսահայ համայնքը սենք անդեսված է կամ ինչ որ խնդիրներ ունի, ճիշտ այս տվյալը հագարակը կբացատրեր։ Հետո նաև ասեմ, որ մենք արդեն կհասնենք գերեզմանատան մոտ, նաև ուշադրությունս գրավեց Քրիստինե Վատիկանի խոսքը, որ այդ մեկը խոսեցավ բոլսո մեջ բաբական նվիրակը եւ կարեւոր շեշտադրումներ ըրավ հայտնելով, որ Մեսրոպ Մութաֆյանը ոչ միայն հայության համար կարևոր արժեք էր, նաև համաքրիստոնեական արժեք էր։ Մենք արդեն կհասնենք Քրիստինե եւ ես պիտի առաջարկեմ, որ մեր տեսախցիկի միջոցով շարունակենք հետևել իրադարձություններուն Քրիստինե։ Շնորհակալություն Սաքո, ես հիշեցնեմ, Ստամբուլից հաղորդում էր Սաքո Արյանը, իսկ Պոլսի պատրիարք Մեսրոպ arczepiskopos Մութաֆյանի վերջին հրաժեշտի արարողությանը կարող եք շարունակել հետևել Շանթ Նյուզի եթերում, Facebook-յան եւ YouTube-յան եթերով եւ shantnews.am կայքով, իսկ Շանթի եթերում լրատվությունը այսքանն էր։